Արշակ Սրբազանի գործով ապացույցը կորել է, քննչական կոմիտեն չի մեկնաբանում, փաստաբանը չի բացառում։ Չկա մի արձանագրություն, այդպիսի մի տեղեկանք, ինչը կասի այդ ապացույցը կորել է։ Այս մասին ասել է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Ինչ վերաբերում է նրան ենթադրենք, թե կորել է, ապա երբ որ կպարզվի, որ իսկապես կորել է, պետք է նաև պարզվի դրա կորելու հանգամանքները, դրա մեջ կա արդյոք դիտավորություն, թե անփոթություն, որից հետո այդ ամբողջը կհամադրենք արդեն վարույթում առկա մյուս տվյալների հետ, դրանք ըստ ասեմ, որ ապացույցներ չեն էլ, որովհետև Արշակ Սրբազանին վերագրվող արարքը հիմնավորող այս պահին գոնե ինձ հասանելի նյութերով որևէ ապացույց գոյություն չունի, որևէ ուղիղ ապացույց գոյություն չունի։ Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարալուծված լուրերը, որ կորել է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։ Արմատ մեդիային քննչական կոմիտեից արձագանքել են, չենք մեկնաբանում։ Քննչական կոմիտեի այս պատասխանի մասին Արսեն Բաբայանն ասել է. Ցավով քննչական կոմիտեի համար պիտի արձանագրեմ, որ այդ պատասխանը ինքնին հենց հաստատումն է այն իրողության, որ հրապարակվել է մամուլում, այսինքն ես կարող եմ իմ աշխատանքային փորձից ելնելով ասել, որ հավանաբար կամ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ եղել է, այսինքն իսկապես այդ ապացույցը կորել է, բայց կրկնում եմ, այդ ապացույցը, մասնավորապես թմրամիջոցը, Արշակ Սրբազանի քրեական գործի առնչությամբ որևէ բան չի փոխում, որովհետև այդ թմրամիջոցը կա թե չկա, Արշակ Սրբազանի արարքը հանցավոր չի դառնում։ Արշակ Սրբազանը ըստ իրենց նկարագրության չի կատարել հանցագործություն։ Հետևաբար 1.4 գրամ կլինի, 74 գրամ կլինի թմրամիջոցը, դրանից ոչինչ չի փոխվում, ինչպես նաև չի լինի այդ թմրամիջոցը։ Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ ապացույցը կորել է, ըստ Բաբայանի, դա հիմք չէ քրեական գործը կարճելու համար։ Բոլոր հանգամանքների համադրությամբ պիտի ուսումնասիրվի, ինչու է կորել, ովքեր ունեն այդտեղ մեղավորություն, դրա կորուստը ինչպես կանդրադառնա մյուս ապացույցների վրա, արդյոք այդ ապացույցներին վերաբերելի այլ ապացույցներ չկան, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այսինքն այնուամենայնիվ, եթե իշխանությունը կորոշի, որ այս ծիծաղելի մեղադրանքով գործը պիտի հասնի դատարան, ապա այդ դատականությունը տեղի կունենա։ Եվ միայն այն հանգամանքը, որ որևէ ապացույց ոչնչացվել է կամ կորել է կամ, չգիտեմ, վարույթում չի գտնվում, դրանով իսկ անմիջապես չի կարող հետապնդում դադարեցվել կամ գործը փակվել։ Տեղեկացնենք, վաղը դատարանը կքննի Արշակ Սրբազանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը։